Թե ինչի այդ դեպքը տեղի ունեցել, պետք է առերեսվել եւ ասել, թե ինչի է տեղի ունեցել։ Այդ տեղի ունեցել այդ թվում են պատճառով, որ այդ թվում ձեր գովական համայնքի ղեկավարներից մեկը, երբ որ կառավարության սուբվենցիոն ծրագրող Գյումրիում շատրվանը միացնում են Դոլա Վառավսկայա երգը, այդ դրա համար է տեղի ունենում։ Այ հիշում եմ, որ ես падգամավոր էի եւ այնտեղ էի նստած, ձեր խմբակցության մի падգամավոր էլ այնտեղ էր նստած, բանի այդ իրազեկման, ոնց էր կոչվում, ազդարարման համակարգը, որ քննարկում էր, ձեր խմբակցության падգամավորն ասում էր, չհասկացա, գործ տալու մասին օրենքի նախագիծ եք ընդունում։ Այն պատճառով է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ մեր հանձնառությունն է, ես ասում եմ, պետք է արմատախիլ անել, պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել, այդ քրեական ենթամշակույթը բան անելու, արմատախիլ անելու համար։ Դա գալիս է, այո, ասում եմ նրանից, որ տղա երեխեքը սկսում են լեզուները բացվում է, դեռ ցավոք Հայաստանում շատ տեղեր առաջի բառը, նույնիսկ երբեմն մամա պապայից առաջ բան են հայհոյանք ենք սովորացնում, հետո է ազգուտակով հավաքվում ծապ տալիս։ Բա ինչ է լինելու դրա վերջը։ Բա այդ է լինելու։ Իհարկե ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է այդ հարցերով զբաղվենք, եւ ԿԳՄՍ-ն, եւ ՆԳՆ-ին, եւ քննչական մարմինները, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Պետք է եւ ուզում եմ ասել նաեւ, որ սոցիալական ցանցերի այս բանը իրավիճակները նույնպես նեգատիվ ազդեցություն են ունենում դրա վրա։ Եվ այսօր բազմաթիվ եվրոպական երկրներ եւ բազմաթիվ ժողովրդավարական երկրներ առերեսվում են այդ իրավիճակի հետ։ Ընդամենը օրեր առաջ, շաբաթ առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Եվ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, հասկանանք, որ չի լինում բան հատվածական լուծումներ։ Մենք պետք է ազդարարենք, որ քրեական ենթամշակույթը ընդհանրապես պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի թիրախ, ամենօրյա պայքարի թիրախ։ Դա է լուծումը բոլոր տեղերում, քաղաքականության մեջ։ Մենք այսօր քաղաքական ուժեր ունենք, որ բան են անում, ընտրություններում ապավինում են քրեական բաներին, քրեական ենթամշակույթին եւ այդ շրջանակներին։ Եվ սա խնդրեմ է։ Եվ ես ընդունում եմ, այո, ընդունում եմ այն հարցը, որ բարձրացնում եք, շատ կարևոր հարց է, եւ ընդունում եմ, որ մենք պետք է շատ լուրջ եւ շնորհակալ եմ ձեզնից, որ ընդգծեցիք, որ դա մի գերատեսչությամբ նույնիսկ առանձին վերծրած բանի հանրային շերտի խնդիր չէ, այդ բոլորի խնդիրն է եւ կոչ եմ անում նաեւ, որ բոլորին համախմբվել է ֆունդամենտալ խնդիրը լուծելու շուրջ, որովհետեւ մի բանի դեպքի մասին իմանում ենք, 15 դեպքի մասին էլ չենք իմանում։